Հավատացնում եմ ձեզ, եթե թարգմանչական կիքսը չբռնվեր, տևական ժամանակ այս իշխանությունները դա փորձելու են կերակրել ժողովուրդ միանշանակ, այստեղ որովհետև հնչող թվերը բավականին, գիտեք, տենց ուղեղի վրա նստող են։ Հասկանում եք, որը մեկը օրինակ չի խորանում, ասենք տարիներով Ռուսաստանից ինչ օգնություն է եկել ինչ գների մեջ, Չինաստանից ինչեր է հնարավոր բերել ինչ գներով, երեք արդեն կարդացի, որ առաջին անգամ Տեսլան սկսեց զիջել չինական BYD մեքենաներին, բորսաներում եւ այլն։ Սա շատ լուրջ պահեր են, որոնք հետո չինացիներին պետք չի նեղացնել։ Իսկ մենք ինձ թվում է 18 թվականից սկսած շատ առիթներով նեղացել ենք նաեւ չինացիներին։ Ոնց որ եւ նեղացնում ենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Նեղացնում ենք վրացիներին, էլ չասեմ ռուսներին տենց նեղացնում ենք անընդհատ։ Նեղացնել բառը միգուցե սխալ է ընտրված, ես շատ հասու լեզվով եմ ուզում ասել։ Մենք անում ենք մենք։ Իրենք վարչակազմը անում են քայլեր, որոնք երբեք չեն մոռացվում։ Եվ դիվանագիտության մեջ կան սխալներ, միջազգային հարաբերություններում կան սխալներ, որոնք երբեք չեն ներվում։ Ես սրանից եմ շատ ավելի սարսափում, ինչու, որովհետև երբ որ դու չմտածված ես գնում դրան, կամ թեկուզ նույնպես գիտակցված առանց անալիտիկ խորքերը մտնելու, դու դատապարտված ես, վաղ թե ուշ դատապարտված ես։ Ինքը կարող է ունենալ շատ կարճ էֆեկտ, բայց դրա երկարաժամկետ էֆեկտը միայն ու միայն բացասական է քո վրա անդրադառնալու։